Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրված ծրագիրն է։ Արցախ եթերնալի ուղին պատասխանատվություն, սուդեր ու թեզակայլեր Արմենակ Աբրահամյան։ Գլյուտենը անտեսանելի թիրը վերեմիացնում է մարդու նյութինի հետ։ Հնագետեն 2006 թվականվա օրվարտական մթերասենյական Ջարալ Աշոտ Հարությունյան։ Ֆրանսիա Բաքու ֆուտբոլ այնանգյուն դիվանագիտական լարվածություն Ստեփանակերտը քաղաքուրվականն է։ Հունցն ադրբեջանցիք ծաղրում հայ ծերունուն։ Ալի Դողան Գենյուլ Թաշ հայկական պետությունն ժամանակի ու տարածության մեջի Անահիտ Թարխանյան ցեղասպանության հուշակոթ փոփոխություն ավմունք ստանում այլ հուշարձան։ Մինչ ոմանք դիտում ու տոնում Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես մտածում արցախցի հայերի մասին Վալերի Բոայ է։ Արմենակ Աբրահամյանը իր ելույթում շեշտալավեր Արցախը ետ դառնալը պահանջում է պատասխանատու իրավական ու ռազմավարական մոտեցում։ Կարևորալ արցախաբնակիչների ետ դառնալի իրավունքը որպես մարդկային ու սահմանադրական իրավունք։ Կոչ արալ օգտագործել միջազգային դատարանների արդեն եղած որոշումները, պահանջել պատասխանատվություն են պետությունների վեր վնասը նսցրալ կամ անտարբերել։ Անդրադառնալ Արևմտյան Հայաստան անձնագրային ծրագրի նշալ ավեր ընդլայնվում է որպես խորհրդանշական ու գործնական ճանաչում։ Վերջում կարևորալ է երկուղություն, քաղաքական հարցը պետք պահել միջազգային հարթակներում, իրավականորեն դիմել դատարաններ պահանջել օգտագործել իրավական հաղթանակները։ Պերվի ցորենի տեսակներն հայտնվալն շուրջ 10,000 տարի առաջ Արևմտյան Հայաստանում դրանք աստիճանաբար զարգացան, ստեղծելով թեզա գենետիկորեն բարդ տեսակն է։ Հենց այս ցորեններից էլ առաջացավ գլյուտենը, սպիտակուցների խառնուրդը վերապահովում է հացի կպչունություն ու կառուցվածքը, բայց ժամանակակից գլյուտենը արդեն շատ է տարբերվում հնագույնը։ Գիտնականները նշում են, որ բազմիցս գենետիկորեն փոփոխվել է պետք բերքատվություն ապահովելու նպատակով։ Այս փոփոխությունն ազդել նաև մարդու օրգանիզմին երան։ Գլյուտենը շուշուտ առաջացնում է աղիքային բորբոքումն, ալերգետիկ ռեակցիաներ, թուլացնում է իմունային համակարգը ու կարող խթանել նյարդային հավասարակշռությունը։ Հատկապես վտանգավոր է յուրանցետի հովքեր, օնինգենետիկ զգայունություն կամ ցելիակիա։ Հնագույն ցորենների, ինչպես սպելտայի կամ էնկրենի մեջին գլյուտենի քանակը շատ ավելի խրեգ է ալալ ու հիշտ ալալ մարսվելի սոր, բայց դաժե բնական հացը այլևս նույնը չի։ Վղերի, սերմերի ու մշակման մեթոդների փոփոխության դարդան գլյուտենը հրաժարվել է կարետ թեթիվցնե օրգանիզմին գործը պիցրցնե էներգիան ու զգայունությունը։ Դա սահմանափակում չի այլ մարմնի վերականգնման ուղին։ Եզրակացություն գլյուտենը չարիքա, այլ մի հայտ նյութ վերը ժամանակակից աշխարհում տարալա չափազանց ծանր մարդու օրգանիզմին հետի։ Գիտակցված սննդակարգը քյոմագյանում վերականգնել բնական հավասարակշռությունը ու զատվել ավելորդ կախվածությունները։ Արևմտյան Հայաստան ավանակողքին Քևենլի ամրոցում հայտնաբերվել է շուրջ 2600 տոննա մթերասենյակ Ուրարտու թագավորության շրջանը։ Պեղումների վխտեն գտնվել է 76 մծկավե անոթ, որոնց իրան սեպագիր նշանեն ընդգծում են պարունակության տեսակը ու քանակը։ Այս հայտնագործությունը վկայում է Ուրարտուի հայ ժողովրդի հնագույն պետականության կազմակերպված տնտեսության ու կառավարման պետություն մակարդակի մասին։ Քևենլին թեզը ապացույց է, որ հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթության բնորանը։ Ֆրանսիայի Բաքվի միջև կայանալիք ֆուտբոլային հանդիպումը աշխարհի առաջնության 2026-ին դրական փլումը մենակ մարզական մրցակցություն չի։ Խաղը վերը տեղի ունենալու Փարիզա Parc des Princes մարզադաշտում միաժամանակ արտացոլման խորացող դիվանագիտական հակամարտությունը Փարիզի ու Բաքվի միջև։ Վերջին տարիներին Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերությունները զգալիորեն սրվան, հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած քաղաքական գործընթացների արդյունքում։ Ֆրանսիան սատարելով Հայաստանը ստորագրելով ռազմական համագործակցության համաձայնագիրը Բաքվի կողմից ընկալվել որպես հակառակորդ։ Այդ պահից սկսած երկու երկրների միջև սկսվել տեղեկատվական ու դիվանագիտական հակամարտություն։ Ֆրանսիական աղբյուրների տվյալներով 2023 թվականին Բաքվում մի շարք ապատեղեկատվական արշավներ նախաձեռնել փորձել վնասել Ֆրանսիայի միջազգային վարկանիշին։ Այդ գործողությունները դիտարկվել որպես միջամտություն ապակայունացման փորձ։ Միաժամանակ Բաքուն փորձում է աշխարհին ներկայացնել բարեփոխվող կերպարը, զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքներն ու համագործակցել FIFA-ին հետ, բայց Փարիզում վստահ են, այս քայլերը նույնպես ազդեցության քաղաքականության մասն։ Այսպիսով թեև խաղադաշտում պայքարելու են ֆուտբոլիստներն, հանդիպան իսկական բովանդակությունը դուսյա սպորտային սահմանները տարալա երկու երկրների քաղաքական ու տեղեկատվական դիմակայության խորհրդանիշը կամ նախկին կապերը վերականգնելու միջոցը։ Բաքուն շարունակում է Ստեփանակերտի հայաթափումն արտաքին կերպարի փոփոխությունը, քանդվում են քյոհինաշենքերը, կառուցվում են մծ ու անճաշակ նորակառույցները Խանքենդի անվան տակին։ Արցախի մայրաքաղաքը վերածվել է ուրվական քաղաքի, հայատներն տերտակն բնակեցում գրեթե կավեջ։ Փաստացին դեղապրում մենակ մի քանի 100 ադրբեջանցի շինարարներն ու զինվորականն է։ Ադրբեջանական կայքերը տարածում են տեսանյութեր, որտեղ տեսանելի է հայկական քաղաքը խեղաթյուրված ու բռնի ձևով ադրբեջանականացված։ Թորք արվեստագետ Ալի Դողան Գենյուլ Թաշին թեզաստեղծագործությունը կացինը միավորում է հիշողության երկու գիծ Վանից հայ Գրիգոր Կաչպերյունու ու հին մելոդիան ու ապարանա ցավալի պատմությունով ծնված մի անսպասելի պարը։ Այս գործը համադրել է երկու տարբեր ժամանակների ու մարդկանց պատմությունն են վերածում արվեստը հուշի դիմադրության լեզվի։ Գենյուլ Թաշյուրյան երգում օգտագործում է Կաչպերյունու հնչեցրած մեղեդին, վերը 1986 թվականին Բոստոնում ձայնագրած այլել Պետրոս Ալահայդոյանը։ Այդ մեղեդին սլոցավու հառաչանքա փոխանցված Վանի վղերան հսկում է մեր օրեր որպես ամբար վկայություն հայ ժողովրդի հիշողության
հիշողության։ Յուրանկացին ոչ միայն երաժշտական ստեղծագործություն, այլև խորքային ուղերձ, արվեստը կարևորացնե սահմանե միավորելով անցյալն ներկան ու վերածե կամուրջի հիշողության ու գոյատևման միջև։ Հոկտեմբերի 9-ին Արթուր Թարխանյան կենտրոնում կայացավ ասուլիս նվիրված ցեղասպանության հուշակոթողի վերականգնման խնդիրներին։ Կենտրոնի տնօրեն Անահիտ Թարխանյանը ներկայացրել է գործերի սխալների վտանգներ վեր խաղաթյուրումն հեղինակի գաղափարը նշել ավեր փոփոխություն են կարին վերածին հուշարձանը այլ ստեղծագործության։ Ընդգծալավեր թիմը պահանջելու աննախագծերի համադրման ու վերանորոգման գործընթացի կարգավորում միջազգային չափանիշներով։ Մինչ ոմանք եշում ու տոնում Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես մտածում արցախցի հայերի մասին աքսորված, հալածված, իրենց վղից վտարված, անհնար է տոնել սպորտը վեր բարեկամ ժողովրդի տառապանքը մնամա անտեսված կիրելա ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստա, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։